Վերջին շրջանում իշխանականների և քաղաքացիների միջև միջադեպերը կոնֆլիկտային դրվագները հաճախակի են դարձել։ Այս շղթայի վերջին դեպքը Սուրբ Աննայի բակում տեղի ունեցածն էր, որից հետո դպրոցական եղբայրներ ձերբակալվեցին։ Նրանց կալանավորելու որոշում սակայն դեռ չկա։ Եթե նման միջադեպերը կրկնվում են տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում, արդյոք իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում կանխատեսել ու կանխել նման զարգացումները։ Եվ եթե կանխատեսում են, ապա ինչու են շարունակում նույն ձևաչափով այցելությունները առանց լարվածությունը նվազեցնելու փորձի։ Դրանք լավագույնս ցույց են տալիս, թե ինչքան հեռու է Փաշինյանը ժողովրդավարական արժեքներից, թե ինչպես է ինքը եւ իր թիմակիցները արձագանքում այդ միջադեպերին, կարծում եմ մեր քաղաքացիները դա տեսնում են։ Սովորական հավատացյալ մարդը եկեղեցի գնալուց առաջ պիտի մտածի այսինչ եկեղեցին դիրադավերի առաջարկած եւ Փաշինյանի առաջարկած տեքստով է պատարակ մատուցելու թե ոչ, արդեն իսկ ուղեղում չտեղավորվող ահավոր իրողություններ։ Պատգամավորը համոզված է, նման հանդիպումները ոչ միայն չեն հանգուցալուծում խնդիրները, այլ երբեմն էլ ավելի են սրում իրավիճակը։ Նրանց գնահատմամբ իշխանականների ներկայությունն ինքնին դառնում է նյարդային ֆոն ստեղծող գործոն, իսկ շփման ձևը հաճախ ընկալվում է որպես սադրող հանգամանք։ Փաշինյանը բնականաբար շատ լավ գիտեր, ինչպես հարցում նշեցիք, որ Սուրբ Աննայում հնչեցվելու է Գաղափար Հայրապետի անունը, ինչպես եւ կարգն է։ Ոստի ինքը այդ գործողությունը անելիս հստակ գիտակցում էր, թե ինչ միջադեպեր կարող են լինել, հետեւաբար դրանց պատասխանատվությունը 100%-ով իր վրա է։ Մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները պնդում են, իրենք բախվում են կազմակերպված դիմադրության եւ սադրանքների, իսկ միջադեպերի սրումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Մարդասպան, մարդագեր, առնախում եւ սրբապիղծ կլանի սաննել իրենց նման պետք է լինի։ Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձի դրվագը իր բնույթով հստակորեն արձագանքում է կամ արձանագրում է, թե ինչի մասին է առնախումների կլանը։ Այնուամենայնիվ նման բախումներից հետո հաճախ մարդկանց բերման են ենթարկում, իրավական գործընթացներ են սկսվում, ինչն էլ նոր լարվածություն է առաջացնում հասարակության մեջ, խորացնելով անվստահությունը։ Նպատակն ըստ մասնագետի հանրությանը ճնշելն ու վախեցնելն է։ Հատուկ եկել եմ Մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարակի էին եկել։ Եկել է մարդկանց վատություն անելու, եկել է տոնը փչացնելու, եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելու, երբ ինքն ու իր մի քանիսը ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված եւ 100 հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ 100 հազարներին։ Դրանից հետո ինչ ռեակցիա է սպասում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ երկու տարբերակ է մատնանշում, երկուսն էլ հավանական է համարում։ Կամ իշխանության ներկայացուցիչները կտրվել են իրականությունից ու չեն պատկերացնում, որ իրենք այլևս ընդունված չեն հասարակության կողմից, կամ էլ ամեն բան դիտավորություն է եւ ուզում են ինչ-որ միջոցներով զրկել ընդդիմությանը ընտրությանը մասնակցելու հնարավորությունից։ Իրենք շատ լավ հասկանում են, որ պարտություն այս ընտրություններում դա կարող է իսկապես բավականին լուրջ ազդեցություն ունենալ իրենց սեփական անվտանգության վրա, իրենց հետագա ճակատագրերի վրա։ Այդ իսկ պատճառով հիմա քանի դեռ իրենց ոստիկանության կամ իրենց ուժայինների պաշտպանության տակ են, առայժմ նման դրսևորումներ են իրենց թույլ տալիս։ Հակոբյանը նշում է, քաղաքացիական պայմանագրի հետ հանդիպումներին ներկա մարդիկ էլ բերված են տարբեր տեղերից։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին մոտենում է Փաշինյանին ու ներկայանում Բաքվի գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանի հորաքույր։ Որ մեզ տղային վերադարձրիք, շատ ուրախ ենք ձեզ համար, գիտենք Սուջյանն ավելի ուշ հերքել էր տեղեկությունն ու գրել, որ չի ճանաչում իր հորաքույր ներկայացած կնոջը։ Սդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։